Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, Իրանի հետ պատերազմը դեռ չի ավարտվել։ Կարծում եմ, շատ բան է ձեռք բերվել, բայց դեռ չի ավարտվել, քանի որ դեռևս կան միջուկային նյութեր, հարստացված ուրան, որոնք պետք է դուրս բերվեն Իրանից, ասել է Նեթանյահուն։ Նա հավելել է, դեռ կան ուրանի հարստացման օբյեկտներ, որոնք պետք է ապամոնտաժվեն։ Ավելին, Իսրայելի վարչապետը մատնանշել է Իրանի կողմից աջակցվող փոխանցյալներին։ Նա նաև նշել է Թեհրանի ցանկությունը արտադրելու բալիստիկ հրթիռներ։ Եվրահանձնաժողովը նախատեսում է հաջորդ շաբաթ Կիևին տրամադրել 2026-27 թվականների համար նախատեսված 90 միլիարդ եվրոյի ռազմական ֆինանսավորման ծրագրի առաջին տրանշը։ Այս մասին հայտարարել է ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարթա Կոսը։ Մենք ակնկալում ենք առաջին մասնաբաժինը ուղարկել արդեն հաջորդ շաբաթ, ասել է նա պատասխանելով համապատասխան հարցին։ Ֆրանսիայի առողջապահության նախարար Ստեֆանի Ռիստը հայտարարել է, երկրում պաշտոնապես հաստատվել է հանտավիրուսով վարակման առաջին դեպքը։ Նրա խոսքով, համապատասխան ախտանշաններով հիվանդ կնոջ անալիզների արդյունքները դրական են եղել, եւ ներկայումս նա բուժում է ստանում հիվանդանոցում։ Ֆրանսիական իշխանությունները նաև հայտնել են, հայտնաբերվել է 22 մարդ, ովքեր շփում են ունեցել վարակված անձանց հետ։ Բժիշկներն ու համաճարակաբանները սկսել են վերահսկել նրանց առողջական վիճակը, վիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով։ Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, Պեկինը պատրաստ է նվազեցնել եւ հաղթահարել Միացյալ Նահանգների հետ առկա տարաձայնությունները։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջիկա այցի շրջանակում Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գո Ցյակունի խոսքով երկու երկրները պատրաստ են զարգացնել համագործակցությունը, հիմնված հավասարության, փոխադարձ հարգանքի եւ փոխշահավետ հարաբերությունների վրա, ինչը կարող է նպաստել միջազգային կայունության ամրապնդմանը։ Պաշտոնյան նշել է, Չինաստանի նախագահ Սի Ցինփինը եւ Դոնալդ Թրամփը հանդիպման ընթացքում կքննարկեն Չին-ամերիկյան հարաբերությունների ապագան, ինչպես նաև աշխարհաքաղաքական կարևոր հարցեր։ Պեկինը վստահ է, երկխոսությունը կարող է նվազեցնել լարվածությունը երկու գերտերությունների միջև եւ ավելի կանխատեսելի միջավայր ստեղծել համաշխարհային քաղաքականությունում։ Իրանի բանակը անօդաչու թռչող սարք է խոցել, հաղորդում է Press TV-ն։ Դեպքի մանրամասները չեն հաղորդվել, բացի այն, որ անօդաչու թռչող սարքը ոչնչացվել է հակաօդային պաշտպանական համակարգի կողմից։ Իսրայելը պետք է հրաժարվի ԱՄՆ ռազմական օգնությունից 10 տարվա ընթացքում, հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն։ Վարչապետը հայտարարել է, ցանկանում է Վաշինգտոնի ֆինանսական աջակցությունը երկկողմ ռազմական համագործակցության ֆինանսական բաղադրիչը զրոյի հասցնել։ Նեթանյահուն մանրամասնել է, խոսքը վերաբերում է տարեկան 3.8 միլիարդ դոլար գումարի, որը պետք է աստիճանաբար վերացվի։ Խոսելով նման հրաժարման հնարավոր ժամկետների մասին, վարչապետը հայտնել է, ցանկանում է արդյունքների հասնել առաջիկա 10 տարիների ընթացքում։ Նա ընդգծել է, չի ցանկանում սպասել ԱՄՆ հաջորդ կոնգրեսի որոշմանը, այլ մտադիր է գործընթացը սկսել հիմա։ Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկին պետք է հանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Մոսկվայում, այլ ոչ թե երրորդ երկրում։ Նման տեսակետ է հայտնել կիպրացի լրագրող Ալեքս Քրիստոֆորուն։ Պուտինը ձեզ հստակ հասկացրել է, կհանդիպի միայն վերջնական համաձայնագրեր կնքելու համար, այնպես որ մի փնտրեք երրորդ երկիր, պարզապես գնացեք Մոսկվա, դա այդքան էլ դժվար չէ, ասել է լրագրողը։ Եթե Զելենսկին մերժի Պուտինի առաջարկը, նա միայն կհաստատի հակամարտությունը դիվանագիտական ճանապարհով լուծելու իր ցանկության բացակայությունը եւ կհետաձգի խաղաղության գործընթացը, նշել է Քրիստոֆորուն։ Եվրոպան ցուցաբերում է համառ դժկամություն, ներդրումներ կատարելով Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման մեջ, հայտնել է գիտաշխատող Մարկ Էպիսկոպոսը։ Նա նշել է, եվրոպացի առաջնորդները կարող են տեղ ստանալ բանակցությունների սեղանի շուրջ ցանկացած պահի, կառուցողականորեն համագործակցելով հակամարտության երկու կողմերի հետ։ Սակայն փորձագետը նշել է, չկան նշաններ, որ դա տեղի կունենա մոտ ապագայում։ Չնայած խաղաղ բանակցություններում առաջընթացին, դրանք որոշ չափով խոչընդոտվում են եվրոպացիների կողմից գործընթացում ներդրումներ կատարելու համառ դժկամությամբ, նշել է Էպիսկոպոսը։ Սպիտակ տունը չի սպասում, որ եվրոպացիները կփոխեն իրենց մոտեցումները Ուկրաինայի խաղաղ կարգավորման գործընթացին, եւ այն չունի նրանց վրա ճնշում գործադրելու ցանկություն, նշել է փորձագետը։
Վեդիում մանկապղծության դեպքով քրեական վարույթի նախաքննության ընթացքում երրորդ անձը ՎԵ-ն եւս կալանավորվել է 2 ամսով, այս մասին հայտնել են քննչական կոմիտեից։ Նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, այն է անառակաբարո արարք կատարելը հանցավորին դիմադրություն ցույց տալու կամ իր նկատմամբ կատարվող արարքի բնույթը գիտակցելու հնարավորությունից զրկված։ Մինչ այս վեդիում անչափահաս քույրերի նկատմամբ սեռական ոտնձգություն իրականացնելու մեջ մեղադրվող 58 եւ 65 տարեկան տղամարդիկ եւս կալանավորվել էին 2 ամսով։ Վեդիում մանկապղծության դեպքին այսօր անդրադարձել է նաեւ Նիկոլ Փաշինյանը եւ նշել. Վեդու դեպքի հետ կապված բնականաբար ես որոշակի տեղեկատվություն ակնկալել եմ եւ ստացել եմ եւ կարծում եմ, որ ընդհանուր առմամբ ես պիտի ուղիղ ասեմ, որ որոշակի դառնության զգացում ունեմ, որ եւ կարծում եմ եւ պահանջում եմ, որ այդ օրինակ դեպքերում հատկապես բոլոր պատասխանատուները վերաբերվեն այնպես, ինչպես կվերաբերվեին իրենց երեխայի նկատմամբ հնարավոր պոտենցիալ տեղի ունեցած դեպքի։ Սա ընդհանրապես որպես գործելակարգ բոլոր դեպքերի համար։ Ես կարծում եմ, որ սա ամենակարևոր առանձնահատկություններից մեկն է։ Տեսեք, երբ որ ես քաղաքական հարթակներում ասում եմ եւ անընդհատ շեշտում եմ այդ կարգախոսը, որ Հայաստանն իմ տունն է, ժողովուրդն իմ ընտանիքն է, դա պետք է արտահայտվի նաեւ պետական ինստիտուտների, այդ թվում իրավապահների աշխատանքով։ Եվ պետք է իրավապահները, ել եմ ասում, առավել եւս նման դեպքերի վերաբերվեն այնպես, ինչպես կվերաբերվեին, եթե Աստված չանի, իրենց ընտանիքի անդամի հետ նման դեպք ունենար, եւ եթե ես թեկուզ մի փոքր շեղում զգում եմ, ոչ թե տեսնում, այլ զգում եմ այդ գործելակերպից, դա ինձ համար բացարձակապես անընդունելի է։ Հակակոռուպցիոն դատարանը դատավոր Տիգրան Դավթյանի նախագահությամբ Գորիսի համայնքապետ Արուշ Արուշանյանի պատիժն ազատազրկման փոխարինելու հարցով որոշումն այսօր չի հրապարակել։ Դատարանն անհրաժեշտ է համարել փաստաթղթերի լրացուցիչ ուսումնասիրությունը, ըստ այդմ դատական նիստը հետաձգվել է մինչև մայիսի 18-ը։ Մասյացոտնի թեմի առաջնորդապատ տեղապահ Ռուբեն Վարդապետ Զարքարյանը հայտնել է, որ վկայի կարգավիճակով հրավիրվել է քննչական կոմիտե։ Փաստորեն ես որպես հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու հոգևորական չեմ կարող պատարակ մատուցել, չեմ կարող հանդիպել երիտասարդների հետ, չեմ կարող քահանայական դասին հանդիպել։ Ասուլիսի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշել է հայր Ռուբենը։ Երաժիշտ երգահան Արա Գևորգյանը 1000 դհոլ նախագծի շրջանակում տեսահոլովակ է նկարահանել Արարատ լեռան ֆոնին։ Նախագծին հիմնականում մասնակցել են 10 տարեկանից բարձր երեխաներ։ Միաժամանակ ելույթ են ունեցել 1000-ից ավելի դհոլահարներ ու հարյուրավոր պարուհիներ։ Նախագծի նպատակներից մեկն էլ այն Գինեսի ռեկորդների գրքում գրանցելն է, ինչը կարող է լինել Արա Գևորգյանի 4-րդ ռեկորդը համաշխարհային ռեկորդների գրքում։ Տեղեկություններ են տարածվել, որ իրավապահները ձերբակալել են Նոր-Նորքի թաղապետարանի քաղաքաշինության եւ հողօգտագործման բաժնի պետին։ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են, որ կաշառք տալու, ստանալու եւ դրան օժանդակելու դեպքերի առթիվ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում քրեական հետապնդում է հարուցվել 4 անձի նկատմամբ, որոնցից 2-ը Նոր-Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի պաշտոնատար անձինք են։ Մեղադրյալներից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, մյուսի նկատմամբ տնային կալանքը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է. «Վաղ թե ուշ ԱՄՆ-ն Իրանից կվերցնի հարստացված ուրանի պաշարները։ Վաղ թե ուշ մենք դրան կստանանք», ասել է ամերիկացի առաջնորդը լրագրողի հետ հարցազրույցի ժամանակ, պատասխանելով համապատասխան հարցին։ ԱՄՆ-ն չկարողացավ հասնել իր նպատակներից որևէ մեկին եւ պարտություն կրեց Իրանի վրա հարձակման արդյունքում։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Իսլամական Հանրապետության բանակի խոսնակ Մոհամմադ Ակրամինյան։ Եթե մենք ուզում ենք գնահատական տալ, պետք է նշենք, որ թշնամին չկարողացավ հասնել իր նախկինում սահմանված նպատակներից որևէ մեկին եւ պարտություն կրեց այս պատերազմում, ասել է բանակի խոսնակը։ Վերջինս հավելել է, ԱՄՆ գործողությունները տարածաշրջանում միայն ամրապնդել են միասնությունն ու համախմբվածությունը Իրանի ներսում։ Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև բանակցությունների նոր փուլը տեղի կունենա մայիսի 11-ից 17-ն ընկած միջակայքում Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում։ Այս մասին հայտնում է Wall Street Journal պարբերականը։
Համաձայն հրապարակման Իրանն ու ԱՄՆ-ն միջնորդների հետ միասին աշխատում են մեկեջանոց փոխըմբռնման հուշագրի պատրաստման շուրջ։ Այն բաղկացած է լինելու 14 հոդվածներից եւ սահմանելու է հակամարտության կարգավորման բանակցությունների շրջանակը։ Առաջին անգամ ըստ հրապարակման Իրանը հայտարարել է, որ պատրաստ է քննարկելու իր միջուկային ծրագիրը։ Փաստաթղթի աշխատանքային տարբերակում նախատեսված է նաեւ Հորմուզի նեղուցի արգելափակման մեղմացում, նաեւ հակաիրանական պատժամիջոցների մեղմացում։ Սակայն թե այդ մեղմացումը ինչ ծավալ է նախատեսելու դեռ վիճահարույց է, ասվում է հոդվածում։ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին կարծում է, որ Մերձավոր Արևելքում ճգնաժամի հետևանքի պատճառով անհրաժեշտ է վերադառնալ կորոնավիրուսային համավարակի ժամանակ սահմանված սահմանափակումներին։ Կորոնավիրուսի համավարակի ժամանակ մենք աշխատում ենք տնից, անցկացնում ենք վիրտուալ հանդիպումներ եւ տեսակոնֆերանսներ։ Մենք սովորեցինք դրան, ժամանակի անհրաժեշտությունն է վերադառնալ այս մեթոդներին, ասել է Մոդին։ Վարչապետը շեշտել է արտարժույթը խնայելու եւ էներգակիրների ներմուծումից կախվածությունը նվազեցնելու անհրաժեշտությունը։ Ավելին վերջինս հայտնել է, որ Հնդկաստանի քաղաքացիները պետք է վերանային իրենց սպառման սովորությունները։ Միջին խավի շրջանում տարածված է դառնում օտարերկրյա հարսանիքների արտասահմանյան ուղղությունների եւ արտասահմանյան արձակուրդների մշակույթը։ Մենք պետք է որոշենք այս ճգնաժամի ընթացքում պետք է հետաձգենք արտասահմանյան ուղղությունները առնվազն 1 տարով, նշել է Մոդին։ Վերջինս նաեւ կոչ է արել քաղաքացիներին 1 տարով ձեռնպահ մնալ տոների ժամանակ ոսկի գնելուց։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունները Ուկրաինայի եւ Եվրամիության վերաբերյալ ցույց են տալիս։ Արևմուտքի հակառուսական քաղաքականությունը ձախողվել է։ Նման տեսակետ է հայտնել բրիտանացի վերլուծաբան եւ ռազմական փորձագետ Ալեքսանդր Մերկուրիսը։ Փորձագետի խոսքով Ռուսաստանին հաղթելու քաղաքականությունը ձախողվել է, չկարողանալով ապահովել այն արդյունքները, որոնց արևմուտքը հույս ուներ։ Վերլուծաբանը նշել է, Ռուսաստանի նախագահը հստակորեն ներկայացրել է իր դիրքորոշումը Ուկրաինայում հակամարտության կարգավորման եւ արևմուտքի հետ հետագա համագործակցության վերաբերյալ, առաջարկելով հարաբերությունների կարգավորման տարբերակներ։ Դա չափազանց անզիջում էր, հայտարարել է Մերկուրիսը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այս շաբաթ պետական այցով կմեկնի Չինաստան, հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը։ Չինաստանի նախագահ Սի Ցзինփինի հրավերով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետական այցով կմեկնի Չինաստան մայիսի 13-ից 15-ը, ասվում է հայտարարության մեջ։ Մայիսի 10-ին ԱՄՆ հայոց կաթողիկոս Գարեգին II-ն այցելել է Գործարար ուժեղ Հայաստան կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանին։ Տեղեկությունը հայտնել են Մարիաթողի տեղեկատվական համակարգից։ Ամենայն հայոց կաթողիկոսը վստահություն է հայտնել, որ հակառակ այս նեղությունների Տիար Սամվել Կարապետյանը հուսառատությամբ հայրենասեր ու եկեղեցասեր իրեն բնորոշ ոգով պիտի շարունակի ազգօգուտ իր ծանրակշիռներ դրումը բերել հանուն հայրենիքի եւ աշխարհասփյուռ հայոց կյանքի պայծառության։ Նշենք, որ 2025 թվականի հունիսի 17-ին Սամվել Կարապետյանի տանը խոզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց հայ առաքելական եկեղեցուն, ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ մոռանալով հայոց պատմությունը, հայ ժողովրդի հազարավոր տարիների պատմությունը հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա։ Կարապետյանը կալանավորվեց հունիսի 18-ին։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եթե հայ ժողովրդի համար շահավետ լինի որևէ որոշում, ապա Ռուսաստանը դեմ չի լինի, սակայն Երևանը պետք է հնարավորինս շուտ հստակեցնի ցանկանում է շարունակել ինտեգրումը ԵԱՏՄ-ի շրջանակում, թե ընտրելու է ԵՄ ուղին։ Ռուսաստանի Դաշնության նախագահը հայտարարել է, որ Երևանի համար ճիշտ կլիներ Հայաստանի քաղաքացիների եւ Ռուսաստանի որպես հանրապետության գլխավոր տնտեսական գործընկերոջ նկատմամբ անցկացնել հանրաքվե Եվրամիության հետ համագործակցության զարգացման վերաբերյալ։ Այդ դեպքում Ռուսաստանը կարող է համապատասխան հետևություններ անել եւ գնալ մեղմ, ինտելիգենտ եւ փոխշահավետ ամուսնալուծության ճանապարհով։ Մենք միշտ ասել ենք, երբ գա պահը, որ Հայաստանը պետք է ընտրություն կատարի ԵԱՏՄ-ի եւ ԵՄ-ի միջև, հասկանալիորեն կկատարենք, ոչ մի նոր բան չկա, մենք ԵԱՏՄ անդամ ենք։ Այս մասին ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, անդրադառնալով Պուտինի հայտարարությանը։ Եվրամիությունը կաջակցի Հայաստանին ԵՄ անդամ դառնալու ցանկության հարցում, հայտարարել է ընդլայնման հարցերով Եվրահանձնակատար Մարթա Կոսը, մեկնաբանելով ԵՄ-ին եւ ԵԱՏՄ-ին հանրապետության անդամակցության վերաբերյալ վերջին հայտարարությունները։ Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպումը, ինչպես նաեւ ԵՄ Հայաստան գաղտնի ժողովը ցույց տվեցին, թե ինչ ճանապարհով են նրանք ցանկանում գնալ եւ Եվրոպան կաջակցի նրանց, ասել է նա Բրյուսելում։
Կառավարության հետ առաջարկում ենք խստացնել թմրամիջոցների իրացման համար նախատեսված պատիժները, մասնավորապես առաջին խոշոր չափերով կամ տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով իրացնելու դեպքում սահմանել 5-ից 10 տարվա պատիժ, երկրորդ առանձնապես խոշոր չափերով կամ անչափահասի նկատմամբ կամ անչափահասի ներգրավմամբ, թմրամիջոց իրացնելու դեպքում սահմանել 8-ից 15 տարվա պատիժ։ Այս մասին ազգային ժողովի արտահերթ նիստում հայտարարել է ԿՊԱ-կան պատգամավոր Հայկ Սարգսյանը։ Եթե գործող օրենքով Տելեգրամով թմրամիջոց իրացնելու համար սահմանվում է 3-ից 6 տարվա պատիժ, ապա այս նախագծով խստացվում է դառնալով 5-ից 10 տարվա պատիժ։ Եթե գործող օրենքով անչափահասի թմրամիջոց վաճառելու համար սահմանվում է 3-ից 6 տարվա պատիժ, ապա այս նախագծով խստացվում է դառնալով 8-ից 15 տարվա պատիժ, նշել է Հայկ Սարգսյանը։ Եթե Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաղթի առաջիկա խորհրդարանական ընտրություններում, Ռուսաստանը չպետք է պաշտոնապես ճանաչի դրանց արդյունքները։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Կոստանտին Զատուլինը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երբեք չի թաքցրել իր հակառուսական հայացքները, եւ Ռուսաստանի հետ լիակատար խզման միտումը կշարունակվի, եթե նա վերընտրվի, հայտարարել է Զատուլինը։ Նա ընդգծել է, որ նման դեպքում Ռուսաստանը պարզապես չպետք է պաշտոնապես ընդունի ընտրությունների արդյունքները։ Մենք թույլ տվեցինք, որ մեզ քնեցնեն, հավատալով, որ նա կհարմարվի դրան, որ ոչ միտեղ չի գնա, բայց նա օգտագործեց մեզ։ Ի վերջո նա չի թաքցել իր հայացքները վարչապետ դառնալուց առաջ։ Նա գրել է անցյալից, Ռուսաստանից ազատվելու, հապկից, Եվրասիական միությունից, Շիրակում մեր բազան հեռացնելու անհրաժեշտության մասին։ Մաքուր խելագարություն էր, որ մենք կարծում էինք, որ իշխանության գալով նա հանկարծակի ամբողջությամբ կանցնի մեր կողմը կամ կհրաժարվի իր համոզմունքներից։ Այս առումով նա լիովին հետևողական մարդ է, նա իհարկե խորամանկ է, հետևաբար նա պարտադիր չէ, որ այս ամենը բարձրաձայն ասի, հատկապես երբ Կրեմլում հանդիպում է Վլադիմիր Պուտինի հետ, բայց հիմա նա նույնիսկ այդ դիմակները հանել է։ Դրանք հանվել են 2022 թվականին, քանի որ մենք մտանք առճակատման մեջ այն արևմուտքի հետ, որին նա ձգտում էր, եւ նա սկսեց իրականացնել այս քաղաքականությունը, ասել է Զատուլինը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարող է վերսկսել ազատություն գործողությունը, որը կազմակերպում է նավերի տարանցումը Հորմուզի նեղուցով, եթե Իրանի հետ բանակցություններում առաջընթաց չլինի։ Մենք կարող ենք վերադառնալ ազատություն նախագիծ, եթե ոչինչ չպատահի, բայց դա կլինի ազատություն գումարած նախագիծը, ընդգծել է նախագահը։ Ռուսաստանն ու Բելարուսը ունեն զենքի ավելի լավ զինանոց, քան երբևէ։ Լրագրողներին հայտնել է Բելարուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Ես լավ գիտեմ ձեր զենքը, քանի որ այն նաև մերն է։ Մենք արդեն մի քանիսը ավելացրել ենք ձեր ունեցածին։ Մենք մի քանիսը ձեռք ենք բերել ձեզանից, մենք մի քանիսով զինվել ենք։ Դուք լավ գիտեք, ուստի այսօր մենք ունենք զենքի ավելի լավ զինանոց, քան երբևէ, ընդգծել է Բելարուսի առաջնորդը։ Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն ժամանել է Կրեմլ, որտեղ տեղի է ունենում հաղթանակի օրվա պատվին կազմակերպված ընդունելություն։ Ֆիցոն ժամանել է հաղթանակի օրվա պատվին կազմակերպված հանդիսավոր ընդունելությանը եւ Կրեմլի շենքում նրան դիմավորել է պատվո պահակախումբը նվագախմբի ուղեկցությամբ։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, ձևավորվող բազմաբևեռ աշխարհակարգը պետք է հիմնված լինի ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքների վրա։ Նա այս մասին խոսել է Կարմիր հրապարակում անցկացված հաղթանակի շքերթի ժամանակ, նվիրված հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 81-րդ տարեդարձին։ Պուտինի խոսքով ներկայում ձևավորվող ավելի արդար բազմաբևեռ ճարտարապետությունը պետք է ամբողջությամբ հենվի ՄԱԿ-ի կանոնադրության նորմերի վրա եւ առաջնորդվի հավասար ու անբաժանելի անվտանգության սկզբունքով։ Ռուսաստանի նախագահը նշել է, աշխարհակարգի նոր մոդելը պետք է ապահովի բոլոր պետությունների անվտանգությունն ու հավասար իրավունքները։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Գերմանիան կանգնել է վտանգավոր ուղու վրա, մոռանալով նացիզմի դեմ հաղթանակ տարած ժողովուրդներին եւ հայրենական մեծ պատերազմի հերոսներին։ Պեսկովի գնահատմամբ գերմանական կողմը նույնիսկ ուժ չի գտել հիշատակելու Խորհրդային Միությունը։ Խոսելով Երկրորդ համաշխարհային պատերազմի թեմայով, նրանք նույնիսկ ուժ չգտան հիշատակելու Խորհրդային Միությունը։ Դա Գերմանիային չի գեղեցկացնում, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը։ Կրեմլի ներկայացուցիչը չի հստակեցրել, թե կոնկրետ որ հայտարարության կամ իրադարձության մասին է խոսքը, սակայն ընդգծել է, նման մոտեցումները վտանգավոր միտում են ներկայացնում պատմական հիշողության հարցում։
Մայիսի 9-ը հայության համար տարիներ շարունակ եռատոն է եղել երկրորդ համաշխարհային պատերազմում խորհրդային ժողովուրդների տարած հաղթանակի, Արցախի պաշտպանության բանակի ստեղծման եւ 1992 թվականի Շուշիի ազատագրման օրը։ Շուշին սակայն կորցրին 2020-ի նոյեմբերին Արցախյան 44-օրյա պատերազմում կրած ցավալի պարտության արդյունքում։ Հաղթանակի օրվա կապակցությամբ Եռաբլուր Պանթեոն այցելել քաղաքական հասարակական գործիչներ, Եռաբլուր է այցելել նաև Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Հայաստան դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը, նրան ուղեկցել են Հայաստան դաշինքի ներկայացուցիչները։ Եռաբլուրի եկեղեցու մոտ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է Արցախի նախկին նախագահ Սամվել Շահրամանյանին եւ կարճ զրույց ունեցել։ Երկրորդ նախագահը նաև պատասխանել է լրագրողների հարցերին։ Ամենից լավ իրենց հիշատակը պահել է իրենց գործին հավատարիմ լինելն է։ Սա է, որ բացակայում է իշխանավորների մոտ եւ սրա վերջը իսկապես պետք է տալ։ Այս մասին նշել է Ռոբերտ Քոչարյանը։ Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանն ընդդիմությանն անվանում է պատերազմի եռագլուխ, կուսակցություն Քոչարյանն ասել է. «Մենք արդեն տեսել ենք, որ եռագլուխը ինքն է Ալիևը եւ Էրդողանը», նշել է Ռոբերտ Քոչարյանը։ Հոգևոր դասի ներկայացուցիչները Վեհափար Հայրապետի գլխավորությամբ հաղթանակի զբոսայգում հարկանգի տուրք են մատուցել նահատակների հիշատակին, ապա Վեհափար Հայրապետը աղոթք է հնչեցրել անմար կրակի մոտ։ Պլեխանովի անվան ռուսական տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղում տեղի ունեցավ հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի օրվան նվիրված տոնական միջոցառում։ Մասնաճյուղի ուսանողների կողմից կազմակերպված միջոցառումը եւս մեկ անգամ հիշեցրեց ֆաշիզմը հաղթածների հերոսության մասին։ Это благодарность героям, которые подарили нам будущее ценой собственной жизни. Поэтому давайте сегодня с уважением и благодарностью почтим память наших героев минутой молчания, которые подарили нам мирное небо и будущее. Մասնաճյուղի տնօրեն պատմական գիտությունների թեկնածու Ռուսաստանի Դաշնության կրթության պատվավոր աշխատող Թամարա Ռազմիկովնա Վարդանյանը հանդես է եկել հանդիսավոր խոսքով։ Նա ընդգծել է հաղթանակի հատուկ նշանակությունը ինչպես ամբողջ աշխարհի, այնպես էլ հայ ժողովրդի համար։ Եթե ֆաշիզմը հաղթեր, ոչ միայն Խորհրդային Միությունը կդադարեր գոյություն ունենալուց, այլև Հայաստան չէր լինի։ Խորհրդային Հայաստանի սահմաններին կանգնած էր թուրքական բանակը եւ հենց Ստալինգրադի ճակատամարտում տարած հաղթանակն էր, որ կանխեց նրա մուտքը պատերազմի մեջ։ Կարևոր է, որ ուսանողները իմանան եւ հիշեն սա։ Հաղթանակի համար Խորհրդային ժողովուրդը բարձր գին վճարեց, որը պահանջեց հսկայական ջանքեր եւ կորուստներ, եւ մենք պարտավոր ենք պահպանել այս հիշողությունը, նշել է Թամարա Ռազմիկովնան։ Մասնաճյուղի ուսանողները պատրաստել էին հուզիչ ելույթներ հաղթանակի երգերը, որոնք տասնամյակներ անց շարունակում են սրտեր հուզել։ Так чисто и печально мы замолкаем, глядя на небеса. Ինչպես նաև ավանդական վալսը, սիրո մարդկայնության եւ չարիքի նկատմամբ բարության հաղթանակի խորհրդանիշը։ Միջոցառումը փայլուն կերպով եզրափակեց հայրենասիրական ներկայացումը դհոլի նվագակցությամբ եւ հայկական ժողովրդական պարով։ Միջոցառմանը մասնակից ուսանողների հիմնական ուղերձն էր, քանի դեռ հիշում ենք սխրանք տան մահ է, եւ քանի դեռ հաղթանակի հիշատակը ժողովրդի քաջությունն ու հերոսությունը կենթանի են, պատմությունը չի կարող ջնջվել կամ մոռացվել։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորանքներ է հղել նախկին ԽՍՀՄ հանրապետություններին, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի ղեկավարներին, ինչպես նաեւ Վրաստանի ու Մոլդովայի ժողովուրդներին, հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի տարեդարձի կապակցությամբ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Կրեմլի մամուլի ծառայությունը։ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 81-րդ տարեդարձի կապակցությամբ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Ադրբեջանի, Հայաստանի, Բելարուսի, Ղազախստանի, Ղրղստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Աբխազիայի, Հարավային Օսիայի ղեկավարներին, ինչպես նաև Վրաստանի ու Մոլդովայի ժողովուրդներին, ասվում է հաղորդագրության մեջ։ Եվրահանձնաժողովը նախազգուշացրել է, որ Իրանի շուրջ լարվածության եւ Հորմուզի նեղուցի հնարավոր երկարատև արգելափակման պայմաններում Եվրամիությունը կարող է բախվել ավելի մեծ վառելիքի պակասի։ Փաստաթղթում նշվում է, որ իրավիճակի սրումը կարող է լրջորեն ազդել ավիափոխադրումների վրա, ներառյալ թռիչքների չեղարկումները։ Եվրահանձնաժողովում նաեւ հայտնել են, որ Jet A տեսակի վառելիքի օգտագործման համար իրավական խոչընդոտներ չկան, թեև Եվրոպայում ավանդաբար կիրառվում է
Jet A1 ստանդարտը։ Նշվում է, որ ոլորտի բազմաթիվ ընկերություններ արդեն դիտարկում են այլընտրանքային տարբերակների կիրառումը։ Բացի այդ, Բրյուսելում հայտարարել են, որ երթուղիների փակումը կանխելու նպատակով եվրոպական ավիաընկերություններին կարող է թույլատրվել ժամանակավորապես շեղվել այն կանոնից, ըստ որի վառելիքի առնվազն 90%-ը պետք է լիցքավորվի Եվրամիության օդանավակայաններում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարող է ստանալ ԱՄՆ առաջարկներին Իրանի պատասխանը առաջիկա մի քանի ժամվա ընթացքում։ Ես հավանաբար այսօր երեկոյան նամակ կստանամ, այնպես որ կտեսնենք, թե ինչպես կընթանա, ասել է ամերիկյան առաջնորդը։ Եվրոպական միության առաջնորդները պատրաստվում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հնարավոր բանակցությունների։ Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան։ Հաղորդագրության համաձայն Եվրոպական խորհրդի նախագահն ասել է, որ Պուտինի հետ Եվրամիության բանակցությունների ներուժ է տեսնում, նշելով, որ դաշինքը այս հարցում ստացել է Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկու աջակցությունը։ Ես բանակցություններ եմ վարում 27 անդամ պետության ղեկավարների հետ, որոշելու թե ինչպես ենք լավագույն կազմակերպվելու եւ կոնկրետ ինչ պետք է քննարկենք Ռուսաստանի հետ, երբ դրա համար հարմար պահ լինի, ասել է Կոշտան։ Նրա խոսքով Պուտինի հետ բանակցությունների ներուժ կա, բայց առայժմ ոչ ոք չի տեսել լուրջ քննարկումներին արդյունավետ մասնակցելու Ռուսաստանի պատրաստակամությունը։ Վերջինս նաեւ նշել է, որ Եվրամիությունը մտադիր չէ միջամտել ԱՄՆ-ի գլխավորած բանակցություններին։ Ամերիկյան հարավային հրամանատարության տվյալներով Միացյալ Նահանգները եւս մեկ հարված է հասցրել նավի, որը կասկածվում է Արևելյան Խաղաղօվկիանոսում թմրանյութերի ապօրինի շրջանառության համար օգտագործելու մեջ։ Հետախուզությունը հաստատել է, որ նավը շարժվում էր Արևելյան Խաղաղօվկիանոսում թմրանյութերի մաքսանենգության հայտնի երթուղիներով եւ օգտագործվում էր թմրանյութերի ապօրինի շրջանառության համար, նշվում է հրամանատարության մեջ։ Հարվածի հետևանքով զոհվել է 2 մարդ, մեկը ողջ մնացել։ Հարավային հրամանատարությունը տեղեկացրել է ափային պահպանությանը, ակտիվացնելու որոնողական փրկարարական համակարգը։ ԱՄՆ զինծառայողներից ոչ ոք չի տուժել։ Միացյալ Նահանգների առաջնորդ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ Ռուսաստանի Դաշնության եւ Ուկրաինայի միջև հրադադարի ռեժիմը կարող է երկարաձգվել։ Միգուցե դա լավ բան կլինի։ Ես կցանկանայի տեսնել, որ հակամարտությունը ավարտվի, ասել է ԱՄՆ նախագահը։ Վերջինս նաեւ հավելել է, որ ինքը կցանկանար տեսնել հրադադարի զգալի երկարաձգում։ Հայտնաբերվել է Վեդիում տեղի ունեցած մանկապղծության դեպքով երրորդ անձը քննչական կոմիտեից հայտնել են, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում ՎԵ-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, այն է անառակաբարո արարք կատարելը կատարվել է հանցավորին դիմադրություն ցույց տալու կամ իր նկատմամբ կատարվող արարքի բնույթը գիտակցելու հնարավորությունից զրկված։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վեդիում տեղի ունեցած մանկապղծության դեպքով տեղի ունեցած միջադեպի հետևանքով ձերբակալվել է քույրերի հորեղբայրը, անչափահասների բռնության գործով կալանավորվել են Արթուր Երեմյանը եւ Դավիթ Այնազյանը։ Մայիսի 8-ին բազմաթիվ քաղաքացիներ հավաքվել են Սամվել Կարապետյանի տան դիմաց, լսելու նրա ելույթը։ Ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդ եւ վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը դուրս է եկել եւ ողջունել նրանց, ապա խոսք ուղղել ժողովրդին։ Մենք ձեզ հետ միասին շատ մեծ գործ ունենք անելու, ազատագրելու ենք մեր երկիրը, մեր հայրենիքը խայտառակող, մեր ժողովրդին նվաստացնող Ալիևի փչած փուչիկից։ Դուք եք այն ուժը, որ կարող եք այդպիսի մեծ գործ կատարել մեր ազգի, մեր ժողովրդի, մեր հայրենիքի համար։ Ալիևի մարզպետը հանձնեց մեր հողերը մեր ժողովրդին 8 տարի կերակրեց ստերով խայտառակեց մեր երկիրը ամբողջ աշխարհի առջև եւ միայն մեր ուժը կարող է Ալիևի մարզպետին ծնկի բերել հայ ժողովրդի առջև։ Դրա համար մենք միասին պարտավոր ենք Ալիևի փչած փուչիկը պայթեցնել, մենք դա շատ շուտով անելու ենք միասին, հայտարարել է Սամվել Կարապետյանը։ Ադրբեջանից Հայաստան կուղարկվեն դիզելային վառելիքով բեռնված 8 վագոն, այս մասին հաղորդում է ադրբեջանական ապալրատվական գործակալությունը։ Բացի այդ, Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի պարարտանյութերով բեռնված 6 վագոն, նշում է լրատվամիջոցը։ Եղանակը առաջիկա օրերին մայիսի 11-ից 15-ը ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ տեղ-տեղ հնարավոր է կարկուտ։ Քամին հարավ-արևմտյան 2-ից 5 մետր վարկյան, ամպրոպի ժամանակ սպասվում է նաեւ քամուշ գնացում 16-ից 20 մետր վարկյան արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 11-ին աստիճանաբար կբարձրանա եւս 2-ից 4 աստիճանով։